Եղացած ես։ Ավելի շատ շփոթված եմ, որովհետև չգիտեմ ինձ ոնց պահեմ։ Քո Սեմի պատերազմին ստիպում է, որ քեզնից հեռու մնամ։ Հա, ճիշտ ես։ Ես մեղավոր էի։ Բայց դու տեսար չէ Սեմը իրան ինչ վատ պահեց։ Որովհետև Սեմը վրեժ ունի։ Ու Սեմը մտածում է, որ քո պապիկն է սպանել մեր հորը։ Լավ էլի Մերի։ Ինչ։ Դու մտածում ես, որ քո պապիկը անմեղ է։ Հա, հասկանում եմ Մերի։ Պապիկը սուրբ չի։ Բայց քո եղբոր գլխում էր մի բան այն չէ։ Ծեծ կրտուկը հերիք չէր, դրանից հետո էլ եկավ մեր տուն ու անհիմն մեղանդրանքներ ներկայացրեց։ Ես էլ հունից նորից դուրս եկա։ Ու դու էլ որոշեցիր էլի հարձակվել։ Մերի, ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել։ Ուղղակի դու չես պատկերացնում, թե Սեմն ա իմ համար։ Ինքը մենակ իմ եղբայրը չի։ Ինքն իմ ընտանիքն է, իմ ամեն ինչն ասեմ։ Ես տեղ չունեմ քո կյանքում։ Եթե դեմ կանգնես Սեմին, ուրեմն ես քեզ չեմ կարող թողնել իմ կյանքը։ Լավ, բա ոնց արձագանքեմ եղբորդ հարձակումներին։ Չես տեսնում, որ ինքը չի ուզում, որ մենք միասին լինենք։ Արամ ինքը վրեժ ունի։ Այս ամբողջ տարիների ընթացքում ինքը մի բանի մասին է երազել։ Գտնել ու պատժել մեր հորը սպանողին։ Հա, բայց ապացույցներ կան, որ պապիկս է սպանել ձեր պապային։ Ես չգիտեմ, թե Սեմն ինչ ապացույցներ ունի։ Բայց դու հիմա գիտես, թե ինչի է Սեմը տենց ատելությամբ լցված դեպի պապիկդ։ Ու նաև հասկանում ես, չէ, ինչի չի թողնում, որ միասին լինենք։ Ես պատրաստ չեմ դրան։ Ես չեմ ուզում քեզ այնց հեռու մնալ։ Եթե պարզվեց, որ պապիկը տա սպանել հորս, ուրեմն մենք իսկապես չենք կարող միասին լինել։ Ես այս հարցին լուծում կտամ։ Տես որ չի զանգում։ Հասկացանք, հանգստացի։ Թե ընկել ես քո հետերը խո հետևից։ Անհասանելի է։ Դե մարդ ես հիմա կարող է ու Ոչ մի բան էլ չի կարող, էլ չեմ կարողանում սպասել։ չես զգում, որ անիմաստ տեղը խոճապ ես մատնվում։ Շատ անհանգիստ եմ, սիրտս տեղից դուրս է գալիս։ Էդ ուր։ Գնամ Միքայելի մոտ։ Այ բալա համբերի, կարող է կապի դուրս գա։ Չէ, հորքուր, ես էլ չեմ կարող սենց նստել սպասել, գնամ Միքայելի հետ խոսեմ, թող ինքը մի բան ձեռնարկի։ Բայց դու Միքայելին չէիր ասել, չէ՞ որ տեսել ես Հենրիին։ Ավելին ասեմ, Հենրին խոստացել էր, որ ոչ ոք չի իմանա ձեր հանդիպման մասին։ Հա, խոստացել էի։ Բայց եթե հանկարծ երեխուս մի բան լինի, ոչ ես ինձ կներեմ, ոչ էլ Միքայելը ինձ կների։ Լավ, ես ինչ անեմ, որ ես երեխեն իրան լավս կա։ Ախր չի կարելի, որ սենց նեղվի։ Հա, ինչ կա, ոնց աղջիկս։ Ասա, որ լուրջ բան չկա։ Ասում եմ, հետազոտել են ամեն ինչ կարգին է։ Հիմա սիստեմա է ստանում, որից հետո կարող եք տուն տանել։ Փառքաստա։ Ուրախ չեք, Տիկին Վիկտորիա։ Ուրախ եմ ուղղակի, հասկանում եմ, որ տանը նույն վիճակի մեջ է լինելու։ Ախր հասկացեք, ես 4 պատը նրան ավելի շատ է ճրշում։ Իրավաց ես, մենք մեր երեխուն տուն կտանք։ Հա, իդեպ, Անգելինա ձեզ է սպասում։ Մի արա։
Սենց բաներ մի արա։ Ես էլ առաջվանը չեմ, այն առաջվա ջահելը չեմ, կարող է սիրտս չդիմանա։ Նույնիսկ այս իրավիճակում չես դադարում ցինիկ լինել։ Դե փորձում եմ իմ ինքնատիպությունը պահպանել, հասկանում ես, փորձում եմ չփոխվել, դե որ չգժվեմ։ Ափսոս, որ ես չունեմ քո այդ ունակությունից։ Հիմա ինչ եկել ես որոշելու, թե որս ինչ ունենք, ինչ չունենք։ Հենրին չկա։ Ոնց չկա։ Չէ, դե գիտեի, որ չկա։ Բայց ի տարբերություն քեզ, ես ձեռներս ծալած չեմ նստում։ Ես անդադ իրեն ման եմ գալիս։ Դու ինձ ճիշտ չհասկացար։ Ես Հենրիի հետ հանդիպել եմ։ Հանդիպել եմ ու խոսել եմ հետը։ Ինքը ինձ խոստացավ, որ ինչ ուզում ա լինի, իմ հետ կապի մեջ կլինի, բայց հիմա զանգում եմ, չի պատասխանում։ Դու Հենրիի հետ կապի մեջ ես եղել ու հիմա ինձ դրա մասին նոր ես ասում։ Ինչ ես Բորիս։ Լավ։ Գնարեք ինձ։ Ինչ համար բալես։ Դու վատ բան չես արել։ Քեզ համար ծանր ժամանակներ են։ Մենք պարտավոր ենք քո կողքին լինել։ Բայց պարտավոր չեք իմ կապրիզները տանեք։ Դու քո ցավի դեմ ես պայքարում։ Մենք դա գիտակցում ենք։ Բայց ես չեմ գիտակցում, որ ձեզ ցավացնում եմ։ Անգելինա, մենք ցավ ենք ապրում միայն ու միայն քո տառապանքը տեսնելով։ Քիչեր մեն աշխարհ գնայինք, երբ տեսանք քեզ այս վիճակում։ Իմ վատանալու պատճառը Հենրիի հաղորդագրություններ։ Ինչ հաղորդագրություն։ Քեզ բան ա գրել։ Ինչ ա ուզում այդ տղեն քեզնից։ Գրել էր, որ մեկի հետ կապված է եղել։ Այդ աղջիկը հղի ա եղել ու հիմա էլ այդ երեխան լույս աշխարհ ա եկել։ Այսինքն ինքը իր հաղորդագրությամբ ապացուցեց Աննա Բագրատովնայի ասածը։ Այսինքն վերջապես ասեց ճշմարտությունը։ Վերջում էլ գրել էր, որ առանց ինձ չի կարա։ Բայց ստեղ մի բան չի կպնում իրար։ Ինչի պետքա պայքարեր, ինչի պետքա հասներ իմ սրտին, ու հետո սենց վարվեր իմ հետ։ Հաստատ մի բան են չի։ Այս ամբողջ ընթացքում, որ ես պատրաստ եմ եղել ամեն ինչի, որ ինչ-որ մեկը ինձ ինֆորմացիա տա տղուս մասին, դու ես ամբողջ ընթացքում ամեն ինչ իմացել ես, հետը հանդիպել ես ու ինձ դրա մասին ոչ մի բան չես ասել։ Մի գոռա։ Դու ինձ չասես ես ինչ անեմ։ Թե քեզ լավ ես զգում, որ Հենրին հետս չի խոսում, դե դու բարի ես, պուպուշ ես, պիտի միշտ հետը շփվի։ Հենրին խնդրեց, որ իր տեղը ոչ մեկի չասեմ։ Իսկ չէիր մտածում, որ իր խնդրանքը պետք չի լսել։ Իրան հիմա օգնություն ա պետք։ Մտածում էի, բայց վստահ էի, որ ինքը ումից ասես օգնություն կընդունի բացի քեզնից։ Այդ դեպքում ինչի համար ես եկել, կասես իմանամ։ Որովհետև վախենում եմ երեխու համար։ Որտեղ ես հանդիպել հետը։ Ինչ։ Հələ ճիճվին նայի։ Չէ, ես դրան հաստատ կսատկացնեմ, որ իմանա ինչա նշանակում ինձ խաբել։ Հիմա կարող ես երեխու մասին մտածել։ 1000 անգամ հանդիպեցի այդ լակոտի հետ։ 1000 անգամ ասացի, եթե բան գիտես, ասա ինձ։ Կարոն ինձ ոչ մի բան չի ասել։ Ես ուղղակի գնացի իր տուն ու Հենրիին այնտեղ տեսա։ Բա պանիկատ ինչի համար է։ Ես ու Հենրիս բաժանվեցինք այն պայմանով, որ երբ ուզում ա զանգեմ, ինքը իմ զանգերին կպատասխանի, բայց արդեն ահագին ժամանակ ա զանգում եմ, չի պատասխանում։
Վախենում եմ հանկարծ իրան մի վնաս չտա, շատ վատ վիճակում էր երեխեն։ Եթե Հենրին մի բան պատահեց, ինձնից չներողաս։ Ինչ ես Սեմի հորը սպանը։ Մի հատ քեզ կարգի հրավիրի։ Ես ո՞նց ես հետս խոսում։ Ու խոսքերիդ ուշադրություն դարձրու։ Դու ես սպանը Սեմի հորը ու պատասխան չես տվել արածիդ համար։ Տղա ջան, այդ ով է քեզ իմ դեմ լարել, հմ։ Չնայած չեմ հարցնում, եթե պատասխանը գիտեմ։ Իհարկե այն գեղեցկուին նա իմ դեմ քեզ լարել։ Մերի մասին նորմալ խոսա ձեդո։ Մերի լավ աղջիկ չի, որովհետև թորանը պապու դեմ է տրամադրում։ Բայց ես ավելի շատ քեզնից եմ նեղացած, որովհետև ամեն մեկին հավատում ես, բայց հարազատ պապու չես հավատում։ Ամեն ինչ ասացիր, բայց ինձ պատասխան չտվեցիր։ Բա ինչ ասեմ, եթե ինձ մնա աշխատասենյակից քեզ դուրս կշպրտեմ։ Որովհետև ամեն մեկը չարա խոսում այն դեմ, դու լռում ես, ձեն չես անում։ Հարազատ պապուտ չես պաշտպանում։ Ես պատրաստ եմ քեզ պաշտպանեմ, եթե վստահ լինեմ, որ արդար ես։ Որ ձեռքերդ արյունոտ չի։ Ոչ միայն ձեռքերս արյունոտ չեն, այլև խիղճս ու հոգիս կեղտոտ չի։ Ես մեծատարող մարդ եմ, որ թույլ եմ տալիս ինձ վրա սպանություն բարդեն։ Ինչա թե վաղեմի ընկերոջս, այսինքն խնամուս, չմատնեմ, չհանձնեմ դահիճի ձեռքը։ Ասացից հետ ինչ ենթադրեմ, որ Շախունցն են սպանել Սեմի հորը։ Շախունց Հենդոնա վերացրել դրա հորը։ Ուրեմն ապացուցիր ու մաքրի անունդ։ Եթե դու ինձ նման բան ես ասում, տղա ջան, ուրեմն դու Բագրատ Լալայանին չես հասցրել լավ ճանաչել։ Ես Աստծո առաջ մաքուր եմ։ Ինձ հերիքը։ Ուզում ես հավատամ, ուզում ես մի հավատամ։ Ես ապացուցելու բան չունեմ, բայց ասեմ քեզնից չի սպասում։ Նեղացրիր, շատ նեղացրիր։ Իմ կյանքում մի աղջիկ կա։ Չգիտեմ շատ եմ սիրում իրան թե չէ, բայց վերջերս երեխա ունեցավ։ Այդ երեխու հերն էլ ես եմ։ Ալո։ Աննա Բագրատովնա հեռախոսը բժշկուց վերցրել եմ, զանգեմ ձեզ։ Ասա Անգելինա ջան, ո՞նց ես։ Այնքան վատ եմ, որ հիվանդանոց եմ ընկել։ Ո՞նց։ Որ հիվանդանոցում ես։ Հերին ինձ հաղորդագրություններ ուղարկել, գիտեք, Աննա Բագրատովնա։ Ինչ հաղորդագրություն։ Ինչ էր գրել, ասա, այդ իմ համար շատ կարևոր է։ Դու որ հիվանդանոցում ես, ասա, ես հենց հիմա գալիս եմ։ Առավոտը ծիրիկուն սուրճ ես խմի։ Ախր տենց ոնց կլինի։ Հիմա դու ես ուծվելու։ Քո մասին մտածեմ, թե Անգելինայի։ Ավակ, որ երեխես ես վիճակում, մի կտոր հաց չի գնում կոկորտովս։ Մենք պիտի ուժեղ լինենք, որ կարողանանք օգնություն ցուցաբերել մեր երեխուն։ Անգելինան շատ վատ է։ Գիտեմ վատ է։ Դրա համար տանջվում եմ, սիրտս կտոր ալինում։ Չեմ ուզում այդ երեխուն այդ վիճակում տեսնել։
Լսեցիր այդ տեղին ինչ է գրել։ Հա, լսեցի։ Երևի մոր հետ պայմանավորվել են, որ նույն բանը ասեն։ Ես հասկանում եմ Անգելինայի համար շատ ցավոտ է, բայց գոնե լավ արձագանքեց։ Գիտես, ես իրանել եմ խղճում։ Վատ տղա չի։ Հիմա ինքն էլ մեր երեխուց ոչ պակաս տանջվում։ Ես թվում ավելի է տանջվում, որովհետև Հենրին գիտի այս դաժան իրականությունը։ Աստված տա մեր երեխու ականջին չհասնի այդ իրականությունը։ Այլապես ստացվում է, որ մեր գաղտնիքը չբացահայտելու համար մենք անիմաստ լռում էինք, թույլ տալով, որ Հենրի ու Անգելինայի հարաբերությունները ավելի խորանա։ Բարը ձյաց Միքո։ Բայց ինչի համար ձյաց Միքո, որ մեղքիս համար։ Երկու անգամ դեմքիդ ծիծաղեցի, քեզ տված կարաս ինձ խաբես։ Բայց ձյաց Միքո, ես ոնց կարամ ձեզ խաբեմ։ Ինչ եք ասում։ Հենրիից լուր չունես, հա։ Այդ ոնց ստացվեց, որ քո տանն է ապրել, բայց դու Հենրիից տեղյակ չես։ Տիկինանան Հենրիին խոստացել էր, որ կլռի, փաստորեն ինքն էլ Հենրիին դավաճանեց։ Լսի այդ տախմար, դավաճանությամբ քեզ ոչ մեկ չի հասնի։ Շնորհակալ եղի, որ ոտեից տակ չեմ գցում քո արարքների համար։ Ես այն ժամանակ իրոք գիտեի, որ Հենրին գնացել է երկրից։ Լավ այդ մոռացանք։ Հիմա ասա տեսնեմ, որտեղ է Հենրին։ Չգիտեմ։ Լսի, դու չես հավատում, որ այս պահին ամեն ինչի ունակ եմ։ Հավատում եմ ձյաց Միքո, բայց ես իսկապես չգիտեմ ուր է Հենրին հիմա, հա, իմ տանն է եղել, խնդրել է ինձ, ես էլ լռել եմ։ Ու չեմ փոշմանում դրա համար, ընկերս սա օգնել են։ Բայց ես իրոք չգիտեմ ուր է հիմա Հենրին։ Բա հիմա որ ընկերոջդ մի բան պատահեց։ Ինչ խղճով ես ապրելու։ Ոնց ես ես օդը շնչելու։ Ձեզանից հեռու Հենրին հաստատ շատ լավ կլինի։ Իսկ ես ամեն ինչ կտայի, որ Հենրին ինձ այդ հաղորդագրությունը չգրեր։ Սիրտս ցավում է, ես չեմ կարողանում քո այս տառապանքը տեսնել։ Մինչև վերջի վարկյանը չի ուզում հավատալ, որ խաբված եմ եղել։ Չի ուզում հավատալ, որ ճիշտն էիք ինձ ասում։ Չի ուզում հավատալ, որ Հենրին այն չի եղել, ինչ որ ներկայացել է։ Չէ, բալես։ Իրականում Հենրի սենց Մի ասեք։ Չեմ ուզում լսեմ։ Հենրին քեզ չէր ուզում խաբել։ Մի պաշտպանեք իրան։ Մի այդքան խիստ մի եղի իր հանդեպ։ Ինքն էլ է տառապում։ Ինքը ինչի համար է տառապում։ Ինձ խաբելու թե ցավացնելու։ Բալես։ Իմ տղեն չի իմացել, որ այդ աղջիկը հղի է։ Բան մի ասեք։ Չեմ ուզում լսեմ։ Հասկանում եմ քեզ։ Բայց դու պետք է ուժեղ լինես, ուրիշ տարբերակ չկա։ Հեշտ եք ասում։ Հենրին կոտրեց իմ սիրտը։ Թքեց իմ զգացմունքների վրա։
Այսքանից հետո ես ոնց ուժեղ լինեմ։ Որտեղից գտնեմ այդ ուժը։ Դու մենակ չես։ Ես քեզ կօգնեմ։ Բարև ձեզ։ Բարև Վիկտորիա ջան, իմացա, որ Անգելինան հիվանդանոցում հոր մի անգամից եկա։ Իհարկե շատ շնորհակալ եմ ուշադրության ու հոգատարության համար, բայց ինչքան քիչ իմ աղջիկը ձեզ տեսնի, այդքան շուտ կմոռանա իր ցավը։ Մամա, այդպես է կարծում։ Ուղղակի վստահ եմ։ Լավ նայ քեզ բալես։ Կներեք, բայց ես Անգելինայի կյանքում չեմ կարող բացակա լինել։ Ամենայն դեպս հիմա։ Դեռ կտեսնենք։ Մամա Աննա Բագրատովնան լավն է։ Լավը լիներ նորմալ տղա կդաստիարակեր։ Ամեն անգամ հրեշտակի դեմքով գալիս է, հայտնվում է քո կյանքում, իրան ինչ է թվում, դու ծնող չունես, թե իրան թվում է, որ ինքը մեզնից քեզ շատ է սիրում։ Բարև ձեզ։ Շուտ չեմ հիշում, որ մենք հանդիպման պայմանավորվածություն ունենայինք։ Ճիշտ եք։ Այն որ լավ հիշողություն ունեք, այդ լավ արդեն։ Այդ կօգնի թե ձեզ, թե պապիս։ Տղա ջան, ես թվում է դու լրիվ խառնել ես Ռամսերը, հա? Դու չգիտես, որ շախուստերի աշխատասենյակ մտնելուց ոնց պետք է մտնեն ու ոնց պետք է իրանց պահեն։ Ես տեղ եմ, որովհետև դուք ձեզ ճիշտ չեք պահում։ Տղա ջան, վտանգավոր արտահայտություններ ես քեզ ցույց տալիս, քանի ուշ չի այն դուրը դրսից փակի։ Տղամարդկություն ունեցեք եւ ձեր վրա վերցեք Սեմի հոր սպանությունը։ Դու լագոտ ինչ ասիր։ Ասում եմ դուխ ունեցեք ու ձեր արածի համար պատասխան տվեք։ Ոչ թե բարդեք պապիս վրա։ Արա կարող է պատանից քեզ դու շպրտեմ։ Ես ինչ աստեղ կատարվում։ Վեր կացարա, վեր կաց մակրվից տեղից։ Ոչ ոք իրավունք չունի ինձ հետ այդպես վարվել։ Շախուշ չէ, ով ուզում է լինի։ Ինչ ասացի դու, հա? Ինչ ասացի։ Ինչ որ լսեցիր։ Միկո բաց տող, թող շարը գաշ հետա։ Սենց են կարել էլի, որ նստել են գլխներիս։ Ձերը թլար։ Ժամանակն ամեն մեկին իր տեղը ցույց տալ։ Միքայել։ Ես դառը կորիզը վրես վաղուց է ազդում։ Բայց սրա դեմքը ինձ ինչ-որ մեկին հիշացնում է։ Արամի հանդեպ զգացմունք ունեմ, ու դա չեմ կարող հերքել։ Անընդհատ իր մասին եմ մտածում։ Այսքան տարի անց ես կարողացա ինչ-որ մեկով նորից հետաքրքրվել։ Բայց արի ու տես հիմա էլ չեմ կարող սրտիս լսել, որովհետև անցյալում մեր ընտանիքներն ինչ-որ հաշիվներ են ունեցել։ Հորս արդարամտությունն իր կյանքն է արժեցել, բայց Սեմը շփոթմունքի մեջ է։ Մեկ նրան է կասկածում, մեկ նրան։
Ու այդ նրանից է, որ շատ է ուզում արդարությունը վերականգնել ու մեղավորին պատժել։ Միայն թե չի կարողանում հստակ ապացուցել։ Երևի դա հնարավոր չի էլ լինի, ինչպես որ հնարավոր չի լինի իմ ու Արամի կապը, որովհետև ես Սեմին լավ եմ ճանաչում։ Եթե նույնիսկ չպատժի Արամի պապիին, միևնույն է թույլ չի տա, որ մենք միասին լինենք։ Հա, լավ, հիշեցի։ Բայց դու չես կարա դրա հետ կապ ունենաս։ Նա անժառանգ նահատակ դարձավ։ Ձեր տղեն ձեզանից է սովորել ձեռները երկարացնել։ Շախունցները կարողանում են իրենց պաշտպանել, տղա ջան։ Նենց չի բերբերյաններն էլ ինքնապաշտպանվելուց հեռու են։ Ինչ ասել։ Այդ տղա, դուրս գնա, թե չէ անվտանգություն եկավ քեզ շպրտել աստեղից։ Հələ մի րոպե, էլի պապ։ Միքայել, մենք սրա ժամանակը չունենք։ Բագրատ Լալայանը մենակ չի։ Այդ դիմացեք ձեզ հերիքը։ Մոլակասոս։ Սրան պետք է քցեի ոտերից տակ։ Ազգանունն էլ ինձ մեկին հիշացրեց։ Ում տեսքով էլ նմանացնում էի սրան։ Միքայել, տեսքով չգիտեմ ում ես նմանեցնում, բայց այդ ազգանունը երկուսս էլ հայտնի է։ Հազարավոր այդ ազգանուն մարդիկ կան։ Դրա վրա պետք չի ֆիքսվել։ Ես էլ ասում եմ, անժառանգ նահատակ դարձավ։ Մոռանալով աղջկան, ով մեզ համար գլխացավանք է դարձել։ Միկո, քեզ ու քեզ ինչ ես խոսում։ Ինչի էր եկել։ Ինչ էր քեզնից ուզում։ Պապն էր լարել, Բագրատը լարել էր ուղարկել էր ինձ մոտ։ Չիմանալով որ կարող է դրա վերջի շատ բադ լինի։ Իմացել եմ, որ անման հանդիպել է Հենրիին։ Ինչ խոսում։ Գտնվավ մեր կորածը։ Կարոյտանն է մնացել, հենց ընդեղ էլ հանդիպել են իրար։ Հետո պայմանավորվել են, որ հենց Աննան զանգի Հենրին կպատասխանի զանգերին, բայց հիմա Հենրին այլևս չի պատասխանում զանգերին։ Խնդրեմ։ Բա ինչի մեջ շուտ չէր ասում։ Դե գնացել են առանձին ապրեն, որ մեր տիկունքում գործեն, մեր երեխին էլ մեր դեմ անեն։ Վախենում եմ, պապ։ Հանկարծ ու հանկարծ ավելորդ քայլերի չդիմի։ Ես ինչ օրն եմ ընկել, նույնիսկ հարազատ քույրս է սկսել ինձ չի ենթարկվել։ Օտար մեկը հենց մտավ մեր կյանք, ամեն ինչ խառնվեց իրար։ Բոլոր հարազատական կապերը մոռացվեցին ու շատ արագ օտարացանք։ Ողջույն։ Բարև։ Նստիր։ Իրականում զարմացա, որ զանգեցիր Սեմ։ Ինչ կա զարմանալու։ Դե ես վերջերս այնքան ես տարվել քո վրեժի ծրագրով, որ գրեթե չենք հանդիպում։ Դե համ, իմ վրեժը բոլորից ինձ հեռվացնում է։ Իսկ չես կարծում, որ դա նշան է, որ վերջապես այդ վրեժից հրաժարվես։ Երբեք, ես կմեռնեմ, բայց իմ հորս տված խոստումը կատարելու եմ։ Դու հետո անասելի դատարկություն ես գալիս եմ։ Այդ վրեժը քեզ ոչինչ չի տալու։ Ու որ ամենակարևորն է ծնողիդ հետ չի բերելու։ Ձերոնք են իմ վրեժի օբյեկտը դրա համար ես տենց ասում։ Բնավ։ Ու վերջապես հասկացի, որ քո այդ վրեժը մեր հարաբերություններին վերջ է տալու։ Մի պապիկդ քիչ էր, երկրորդն էլ թիրախավորվեց։ Գոնե մի խոսես եմ։ Ես առանց այդ խայտարակությունից լցված եմ։ Լավ, ասա տեսնեմ ինչ կուտես։ Բան չեմ ուզում Սեմ։ Ոչ ախորժակ ունեմ, ոչ էլ տրամադրություն։ Ինչի։
Մենակ չասես, թե չես լսել եղբորս հետ ինչ արել։ Ինչ ա եղել, որ Անգելինային սիրուն ձևով թողել է, հեռացել է։ Այդտեղ ինչ կա զարմանալու։ Շատ բան չգիտես, Սեմ։ Մեծ մի խոսա։ Դե, չգիտեմ, ասա իմանամ։ Ես ինչ գլուխ կոտրուկ է։ Ինչքան խորանում եմ, այնքան համոզում եմ, որ պապս ու Հենդոն իրար հետ այդ գործի մեջ են եղել։ Խնամիներ են, ոնց էլ չլինի մտերիմ եղած կլինեն։ Չի բացառվում, որ իրանց մեջ եղած թշնամանքը հենց այդ պատմությունից է գալիս։ Ինչ ուզում է լինի, ոչ մի բան չի կարող ազդի իմ ու մերի հարաբերությունների վրա։ Ես շատ եմ հավանում իրան, ինքան շատ, որ պատրաստ եմ մնալ Հայաստանում ու ոչ մի տեղ չգնալ։ Ալո։ Ու ինչով ես զբաղված։ Ավելի շուտ որտեղ ես։ Բարասրահում եմ։ Դաս ունես։ Չէ, դաս չունեմ։ Ուղղակի երբ լարված եմ լինում, գալիս եմ այստեղ։ Միակ տեղն է, որտեղ հանգիստ եմ լինում։ Առաջարկում եմ իմ կողքին հանգիստ գաս։ Արի դուրս գանք քայլենք։ Կներես, բայց չէ։ Լավ, Մերի, չխանգարում։ Ալո։ Նեղացավ։ Չես վստահում ինձ։ Վստահելու խնդիր չկա, բայց գաղտնիքներ կան, որոնք միայն մեր ընտանիքին են։ Դե, կարող ես չասել, առանց էդ էլ ինձ իմ խնդիրները հերիք է։ Բայց մի տեսակ տխուր ես, Սեմ։ Ես դեմքիդ։ Էդ հեչ։ Ուղղակի քրոջս հետ կոպիտ խոսացի ու մի տեսակ վրես ազդել է։ Իսկ ինչի ես նեղացրել Մերին։ Ես վստահ եմ, որ քույրդ էլ է փորձում ամեն ինչ անի, որ քեզ այդ վրեժի ծրագրից հետ պահի։ Քուրս ինձ համար շատ թանկ է։ Միայն Աստծուն է հայտնի, թե մենք ինչ դժվարություններով ենք մեծացել ու ինչեր ենք տեսել։ Դե որ այդքանը գիտակցում ես, Զանգի ներողություն խնդրի, որ հաշտվեք, Սեմ։ Իրանից թանկ մարդ ունես։ Հա, ճիշտ ես։ Լավ, Սեմ, դու գնա քրոջդ մոտ, ես էլ գնամ։ Ու ոչ նեղացրու, ոչ էլ նեղացի։ Մի րոպե սպասիր։ Ես քեզ էլ չեմ ուզում նեղացրած լինեմ։ Դու ինձ համար շատ կարևոր մարդ ես։ Չէ, դու մի մտածի, Արամ ուրեմն ամեն ինչ կարող։ Ուղղակի քեզ մոտ չգալ չէի կարող։ Արամ, իսկ կլինի ինձ վատ դրության միտք չդնես։ Գլուխ չեմ հանում ով ումա սպանել, բայց այդ մեզ պետքա չխանգարի միասին լինել, Մերի։ Արամ, ես չեմ կարող խորս արյունն ուրանալ, ու ոչ էլ կարող եմ Սեմի խոսքից դուրս գալ։ Դու էլ վրեժով լծվեցիր։ Չէ, ես վրեժով չեմ լծվել։ Ու միշտ դեմ եմ եղել Սեմի վրեժի ծրագրին։ Բայց ես չեմ կարող լինել մի մարդու հետ, ում պապիկը հորս սպանել է։ Հա, բայց դա ապացուցված չի, չէ՞։ Եթե նույնիսկ դա այդպես է, այդտեղ մենք ինչ մեղք ունենք։ Մենք մեղավոր չենք, բայց ես չեմ կարող քեզ բաց թողնել։
ես շուտ հանձնվողներից չեմ։ Ուրեմն ավելի վատ մեր համար։ Երկուսս էլ կտանջվենք։ Ես կտանջվեմ, երբ դու կողքից չլինես։ Արդեն էս կարգի։ Սեմ խնդրում եմ հանգստացի, ոչ մի բան չի եղել, խնդրում եմ ուրիշ բաներ մի մտածի, Սեմ։ Ես քեզ ասել եմ հեռու մնաս քրոջիցս, հիշում ես վերջին անգամ ինչ ասեցի։ Սեմ, մերի դուրս գա խոսենք։ Ես քո հետ խոսալ ոչ ունեմ։ Սեմ հանգստացի։ Կրավ, էս կո, ասել եմ կսատնասնեմ քեզ, դե արի։